Կարծում եմ կներեք մենք պետք է այդ տրամաբանությամբ չմոտենանք, որ նրանք բոլորը մեր եղբայրներն են եւ բոլորը ես տարիքի բերումով իրավունք չունեմ ասել, բայց ավակները կասեն, որ բոլորի որդիներն են, ովքեր ընդունում են որպես իրենց հայրենիքի համար զոհվածների եւ գալիս են իրենց խոնարհումն ու հարգանքը բերելու եւ շնորհակալություն այսօր բոլոր պատերազմներում նահատակների բայց Արցախի կանչը կոթողի մոտ ոչ մեկ ծաղիկներ ներողություն հայեր չեն զոհվել 23 թվականին ձեր հարցը ձեր դուրը եկավ դուք ոչ մեկ ծաղիկներ չխոնարհից Արցախի կանչը Ես չեն զոհվել 2023 թվականին, թե զոհել չեն։ Դուք տեսաք մենք որտեղ խոնարհեցինք։ Տեսաք մենք որտեղ խոնարհեցինք։ Արցախի կանչի մոտ չխոնարհվեց ծաղիկներ, ինչու՞։ Իսկ մենք ունենք նաև այլ հերոսներ։ Մենք այդտեղ էլ չխոնարհեցինք։ Այո, բայց մյուսները խոնարհել են։ Բոլոր գերեզմանների մոտ հնարավորություն չկա մոտենալու եւ խոնարհելու դուք կոնկրետ Եռաբլուր զինվորական պանթեոնը իր հավաքականությամբ ունի հստակ հուշարձան, որտեղ եւ խոնարհվեց։ Ճանապարհ կտակ կապված մասնավորապես ջերմուկի սպասենք Ձեր հարցերը կրկնվող են եւ քանիցս պատասխանվել է, որ այդ բոլոր հարցերը, այդ հանրությանը հուզող հարցերը տրվել են եւ միանշանակ պատասխան են տրվել բոլոր պատասխանատուների կողմից, որ կա հանձնաժողով, որը զբաղվում է սահմանագծմամբ եւ սահմանազատմամբ եւ այդ հանձնաժողովի գործունեության արդյունքներով վերջնական հարցը լուծում կստանա։ Պարոն Սարգսյան, վերջին ասուլիսի ժամանակ Բաբիկյանը նշեց, որ կանայք պետք է համալրեն բանակում ծառայող կանանց շարքերը։ Ձեր կանայք պատրաստվում են համալրել այդ շարքերը։ Դուք պատրաստվում եք համալրել։ Եթե իմ կինը ցանկանա, դուք ուշադիր չեք կարդում, թե օրենքները, թե ձեր տված հարցը։ Եթե դուք հիշում եք, այդ օրենքի նախագիծը եւ ընդունված օրենքը կոչվում է կամավոր պարտադիր, որի շուրջ նաեւ քննարկումներ ծավալվեցին, ինչ է նշանակում պարտադիր, եթե կա կամավոր, եթե իմ դուստրը կամ իմ քույրը ցանկություն հայտնի, ես միանշանակ կողջունեմ։ Եթե հայտնած լիներ, ես կասեի օրինակ իմ քույրը կամ դուստրը ծառայում է այսինչ զորամասում։ Եվ մեկ հարցել էլի ահազանգ կա, որ թույլ կտակ եկեղեցու դեմ կատարվող անընդհատ ահազանգեր եք ստանում, որոնք մեղմ ասած իրականությանը չեն համապատասխանում։ Վճարումներ չկան հիմա գնդերեսների շուրջ։ Թույլ կտակ ես գնամ։ Այս կամ այն գնդերեսի ճնշում են։ Դուք չեք խնայի, Պարոն Սարգսյան, վերջին հայտնում են գնդերեսներ, որ նկատվում ճնշումներ են իրագործվում։ թույլ կտակ մենք Պարոն Սարգսյան, վերջին շրջանում բանակում կարծես ինքնասպանությունների դեպքերը շատացել են։ Ինչով է սա։ Վերջի մի քանի ամսում մի քանի դեպքի մասին ամեն դեպքում լսել ենք, պարոն Սարգսյան։ Դուք ինչ լսում եք, հավատում եք։ Լսում եք, որովհետև դուք Իսկ ինչու պաշտոնական ՊՆ-ի էջը նաև հրապարակել է, որ վերջին տարիներին ունենք դեպքերի նվազում եւ այդ հարցը չարչրկված հարց է եւ նաեւ պաշտպանության նախարարը վերջին օրը խորհուրդ տվեց քաղաքական գործիչներին եւ առհասարակ հասարակությանը եւ նաեւ ես լրագրողներին այդ կոչը կարող է հնչել, որ պետք չի այդ լուրերի տարածողը դառնալ եւ դժբախտությունների ու մահերի մունետի կլինել։ Եթե չեմ սխալվում, պարոն Բաբիկյանը հենց այդպես բնութագրեց, որովհետեւ նախորդ տարի ընդամենը ծառայության հետ կապված եղել է 6 մահվան դեպք։ Մնացած թիվը, որը ուռճացված ներկայացնում, դրանք սովորական կենսաբանական մահեր են, որոնք մարդիկ են, մեր հասարակության անդամներ են, որոնցից մեկը սրտամկանի ինֆարկտով, մյուսը մեկ այլ հիվանդության բերումով մահացել են։ Շուրջ 2 շաբաթ առաջ կանված կալիքնասպանության հաստատվի բարայովին կապված ինչ կարող եք ասել, պարոն Սարգսյան։ Դեպքեր լինեն։ Չէ, նկատի ունեմ կալանավորվածը զինծառայող է, սպայ է, ով է։ Դա նախաքննական մարմնից։
Որովհետև օրեր առաջ մի բարի զբաղվածից խորհուրդ տամ, պատմում էր, որ այդ մի օգտվեք իմ քաղաքավարությունից։